տնտեսագիտության մասով եկեղեցին վճարում։ Երբ որ հարկ է, չէ, վճարում նման միտք եք արտահայտել։ Ես ասել եմ, որ հարկերը պետք է վճարենք, որպեսզի կարողանանք լիարժեք երջանիկ դառնալ։ Պարոն Հակոբյան, Դրանում է կայանում քաղաքացիների երջանկությունը։ Իսկ երջանկությունը ինչպես եք սահմանում դուք։ Երջանկությունը օրինակ ոչ բարձր հարկեր, օրինակ ինչպես մտավ շրջանառության հարկը, հաստատ դա չի երջանկացրել։ Դուք տանում եք նյութական դաշտ, ես ավելի հայեցողական հարց եմ բարձրացնում։ Բայց նյութական աշխարհում Չէ, դա դուք եք նյութական աշխարհում ապրում եւ անկեղծ ասած խորհուրդ կտամ հոգեվոր կյանքով էլ ապրել ձեզ։ Դուք հասկացաք ես ինչ նյութականության վերաբերյալ։ Պարզ է, ես հարկ վճարելու մասին երբ որ խոսում եմ, տեսեք, ես ասում եմ հարկ վճարելը դա պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից։ Ներդրում մեր մեծ ընտանիքի բյուջե, մեծ ընտանիքի բյուջե ասելով ինչ է, այսինքն օրինակ ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ իմ ընտանիքի անդամ։ Եթե ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ ընտանիքի անդամ, յուրաքանչյուրս իր ներդրում պետք է ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող գործողություններ անել։ Տարբեր բաներ վարչապետն էլ էս վերջի ելույթի ժամանակ նշեց. կրթություն, առողջապահություն, ճանապարհներ, անվտանգություն, բազմաթիվ բաներ, առանց որոնց երջանկություն ունենալը անհնար է։ Բայց տեսեք, այդ ընտանիքի անդամների դուք հիմա ինձ վճարում եք, տեսեք, կա տարբերություն ճիշտ է։ Աշխատավարձ եք ստանում եւ հարգվում եք նույն, հարկային օրենսգրքով եւ բանով, ինչ որ մենք, որոնք ովքեր ստանում են օրինակ ավելի ցածր աշխատավարձ, հետեւաբար այդ հավասար ընտանիքի մոդելը չի պահպանվում։ Տեսեք, հետաքրիր հարց եք տալիս, բարձր աշխատավարձի մասին չքննարկենք, թե ով ումից ինչքան շատ է ստանում, յուրաքանչյուր մարդ իր բարձր աշխատավարձի իմ աշխատավարձերը ճիշտ ասած հրապարակված են։ Չգիտեք թիվը։ Հայտարարագրում հրապարակված են, կարող եք հանգիստ տեսնել։ Ամսական 1.7 միլիոնի շրջանակներում։ Շուրջ 2 միլիոն թող եք ստանում։ Չէ, տեսեք, դրանք ամեն ինչ հերթով, դրանք ամբողջը հրապարակված են, իսկ ինչ վերաբերում է հարկին, լսեք, հարցը տալիս եք, լսեք, որպեսզի պատասխանեմ։ Ինչ վերաբերում է հարկին, յուրաքանչյուրն էլ իր ստացած աշխատավարձի եւ եկամտին համեմատորեն պարզ է, որ ավելի շատ է վճարում։ Այսինքն, եթե օրինակ ձեր աշխատավարձը ավելի ցածր է կամ իմը կամ հակառակը, յուրաքանչյուրս էլ համապատասխան հարկերը վճարում ենք։ Ես ինքս միշտ վճարել եմ եւ շարունակում եմ նորմալ վճարել։ Դա խնդիր չկա։ Հիմա ինչ է տեղի ունենում, ներդրում ենք կատարում եւ այդ ներդրման արդյունքում ձևավորվում են հանրային բարիքներ, որոնց մասին նշեցի, առանց որոնց երջանիկ լինելը անհնար է։ Հիմա այս ընկալման մասին է խոսքը։ Ես չեմ ասում հարկ վճարելն է երջանկություն։ Ասեմ հարկի վճարման արդյունքում մենք հասնում ենք լիարժեք երջանկության ոչ թե մեր համար առաջին հերթին, այլ բոլորիս համար։ Բայց այդ դեպքում ինչպես է կառավարության հայտարարվեց, որ վարչապետի տիկինի իր այս շարժումը կրթվել է նորաձև է, փաստորեն իրականացում է պետբյուջեի հաշվին, դա պաշտոնապես հաստատվեց։ Այստեղ որևէ դուք խախտում չեք տենում, նորմալ եք դա։ Անկեղծ ասած ես տեղակ չեմ, ինչ միջոցների հաշվին է դա տեղի ունեցել։ Մենք եկամուտներ ենք հավաքագրում կամ ապահովում ենք հարկ վճարողների կողմից մուտքը մեր պետական բյուջե, ծախսային ծրագրերով չենք զբաղվում։ Դրա համար տեղակ չեմ, ինչ ծախսերի մասին է խոսքը։ Պարոն Հակոբյան, դուք հայ եկեղեցու հետևորդ եք եւ մի րոպե հերթով։ Դուք մի քիչ առաջ հարց տվեցիք, հիմա լսենք գործընկերը չէ, հետո վերադառնանք ձեզ։ Հետևորդ եք ասեցիք եւ վստահաբար այցելում եք եկեղեցի։